Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Զրուցակիցս խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ասում է, որ հիշեցնում է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ Թրամփի ուղու հարցը քննարկվում է միայն Միացյալ Նահանգների հետ, ու ասում թեման կարևոր է, այն արծարծվում է նաև Ռուսաստանի հետ երկխոսության շրջանակում եւ Հայաստան-Ռուսաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում Թրամփի ուղու հարցը բնականաբար բարձրացվում է։ Սրանով ինչ է ուզում ասել ռուսական կողմը, որ այդտեղ իրենք եւս դերակատարություն պիտի ունենան։ Դե մյուս կողմը ձեր նկարագրածի այն է, որ Ալիևն էլ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ խոսակցության ժամանակ էր բախվել այդ փաստին, որ խոսել են Ռուսաստանի Դաշնությունից այն մասին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա պետք է լինի այդ ապաշրջափակումը, այսինքն սա վկայում է նրա մասին, որ Ռուսաստանը իրոք շահագրգռված է եւ ամեն ինչ անելու է, որպեսզի իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանի եւ դարվում է թե Ադրբեջանի միջոցով, թե Հայաստանի Հանրապետության միջոցով եւ ես այս լուսի ներքո եմ փորձում ուրեմն պատկերացնել Ռուսաստանի Դաշնության դեսպանի հիշեցումը Հայաստանին, որովհետեւ գիտեք չափից դուրս հաճախ են հիշեցնում Հայաստանին ինչ-որ բաներ, մի օր Զախարովը, մի օր դեսպանը, մի օր Լավրովը Եվ գիտեք, ես կարծում եմ, որ պետք է մի օր էլ ասենք, որ գիտեք, զբաղվեք ձեր հարցերով, բավարար է մեզ հիշեցնեք, մենք ամեն ինչ հիշում ենք ու կանում ենք այն, ինչ որ մենք ենք ուզում, ու ինչ որ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Շատ լավ, էլի կարող են հիշեցնել, բայց օրինակ 20-ից սկսած մինչև 22-23 համաձայնությունները, հա, եռակողմ, դրանք որքանով են ակտուալ եւ որքանով կարող են տեղավորվել օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակում։ Բացարձակ այլ իրականությունում ուրեմն ձևավորված փաստաթղթեր են, ինչի մասին որ դուք խոսում եք, եւ իրողությունը այլ է հիմա։ Այսինքն կապ չունեն հիմիկվա հետ դրանք այլոց։ Հողի վրա կատարվում են գործընթացներ, որոնք առ-ոչինչ են դարձնում նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, շատ գործընթացներ գիտեք բնական զարգացումով բերել են այնտեղ, որ այդ նույն փաստաթղթերը իմաստազուրկ են դառնում, օրինակ նոյեմբերի 9-ով կա Լաչինի միջանցք, կա Արցախի բնակչության անվտանգության ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից նման իրողություն հողի վրա գոյություն չունի։ Այսինքն ոնց են պատկերացում Ռուսաստանում պետք է ժամանակը հետ դարձնենք եւ ուրեմն բերենք ռուս խաղաղապահներին Արցախ, հա, այդ Լաչինի միջանցքի այն ադրբեջանցի բաներին հետ տանենք, հա, որ պահանջում են բնապահպաններին։ Հա, ոնց են պատկերացնում այդ գործընթացը։ Շատ լավ, Ռուսաստանի դեսպանը ասում է, որ իհարկե կա երկխոսություն Հայաստան-Ռուսաստան, բայց տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ։ Ինչ է ասում սրանով։ Դե սրանով ինքը ասում է, որ իրանք պարում են, իսկ մենք չենք պարում։ Մենք սպասում։ Չգիտեմ ինչ ենք անում, բայց ամեն դեպքում Ռուսաստանի հետ չեմ կարծում, որ լավ զուգընկեր է պարելու համար։ Եվ կարծում եմ Հայաստանը պետք է, չգիտեմ, փորձի իր արտաքին քաղաքականության համար ուրիշ գործընկեր կամ ուրիշ զուգընկեր գտնի, որի հետ պարելը ավելի էֆեկտիվ կլինի եւ կբխի Հայաստանի Հանրապետության շահերից։ Հիմա անընդհատ, գիտեք, մենք ստիպված ենք լինում անընդհատ անդրադառնալ այդ Ռուսաստանի քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին,
բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ սա օրինակ ինձ համար հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, այսինքն այդ անընդհատ ճնշումներով, անընդհատ տարբեր ոլորտներում, չգիտեմ, օրինակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ ուշի ուշով հետևում են Գյումրի իրադարձություններին, որովհետև այնտեղ կա 102-րդ ռազմաբազա։ Եվ ասում, որ հանկարծ այնպես չլինի, որ դատական համակարգի եւ նրա նկատմամբ վստահության միջեւ։ Ու ասում է մի մարդ, ով դատական համակարգի վրա թքած է ունեցել տարիներ շարունակ, հա, հենց իրանց պետությունում։ Եվ սա ինձ համար ուղղակի մեր ներքին գործերի մեջ խառնվել է։ Սա նշանակում է Ռուսաստանի Դաշնությունը առանց ամաչելու, առանց կաշկանդվելու խառնում է Հայաստանի ներքին գործերում։ Հիմա այդ ուշով հետևելն էլ թվում է, թե ինքը հնչում է որպես пассив, հա, ինչ որ դիտորդ, այո, բայց իրականում մենք հասկանում ենք, որ շատ ավելի ակտիվ են Ռուսաստանի Դաշնությունը եւ նրա կողմից աջակցություն ստացող տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակները եւ ուղղակի ներգրաված են այս գործընթացներում։ Ակնհայտ է, չէ՞, եւ անընդհատ ես ուրեմն բերում եմ Մոլդովայի օրինակը։ Մենք տեսել ենք, թե ոնց է դա աշխատում եւ տեսել ենք ոնց են Մոլդովայի իշխանությունները այդ ռուսական ազդեցության դեմ պայքարել եւ ցավոք սրտի ես անընդհատ գալու եմ այն կետին եւ պահանջելու եմ իշխանություններից, որպեսզի ավելի կտրուկ եւ ավելի հստակ լինեն գործողությունները մեր պետության ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը պահելու ուղղությամբ։ Իսկ ասելով ավելի կտրուկ եւ հստակ գործողություններ, օրինակ ինչ նկատի ունեք, եթե մենք իհարկե նաեւ խոսում ենք հիբրիդային պատերազմի կամ գրոհների տրամաբանության մեջ, ուզում եմ հիշեցնել սեպտեմբերին համաժողով կազմակերպվեց Հայաստանի դիմակայունության եւ համապարփակ անվտանգության վերաբերյալ, որտեղ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով հիբրիդային պատերազմին եւ դրա դեմ կիրառվող միջոցներին, այդ ամեն ինչը ժողովրդավարության տրամաբանության մեջ նշեց, որ իրենք հանգել են մի բանի, որ չգնան սահմանափակումների ճանապարհով, որպեսզի դրանով չտուժի նաեւ ժողովրդավարությունը եւ հենց չգնալ սահմանափակումների ճանապարհով նաեւ իշխանական ներկայացուցիչները մեկնաբանում են, որ դա նաեւ հանրությանը լավ հնարավորություն է տալիս պարզ տեսնել, համադրել ու թացը չորից տարբերակել, հա, այստեղ Մոլդովան գնում է սահմանափակումների։ Այսինքն շատ լավ հարց է։ Մենք եթե Հայաստանը հիբրիդային պատերազմի ժամանակ շատ կարևոր է նաև նույնականացնել, չէ, այդ պատերազմի կամ գրոհի աղբյուրը որտեղից է գալիս։ Եթե մենք այս երկու երկրի պարագայում նույնականացնում ենք, օրինակ դա Ռուսաստանն է, ապա գործիքակազմը կամ մեթոդաբանությունը, որ կիրառում են այս երկրների բաղականին, տարբեր է։ Երկու կարևոր ասպեկտ ձեր ասացից ուղղակի վերցնեմ եւ զարգացնեմ եւ շարունակեմ։ Առաջինը նույնականացումը։ Ես կարծում եմ, որ նույնականացման հետ խնդիր չկա, որովհետև անգամ ազգային ժողովի ամբիոնից մեր շատ ուրեմն ԿՊ-ի ներկայացուցիչներ, շատ պատգամավորներ հայտարարում են, որ վտանգը գալիս է Ռուսաստանից։ Այսինքն այդ իդենտիֆիկացիայի հետ կապված խնդիրը չկա, բոլորիս հասկանալի է, որ վտանգը այդ սպառնալիքը Ռուսաստանից է։ Երկրորդ մասով ճիշտ ասած հիշեցրեցիք մի համաժողով հենց հաջորդ շաբաթ մենք մեր կազմակերպությունը նախատեսում է մեծ էլի միջոցառում հենց հիբրիդային սպառնալիքների ուրեմն հարցերին վերաբերող բավականին ուրեմն բազմա դերակատար, այսինքն ակնկալում ենք ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցություն, կառավարության տարբեր օղակների անվտանգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության եւ միջազգային փորձագետների, այդ թվում նաեւ Մոլդովայից, Ուկրաինայից եւ Վրաստանից։ Հիմա տեսեք, բավականին բազմաշերտ է, այս հիբրիդային սպառնալիքների մասին որ խոսում ենք, հա, ինքը բազմաթիվ շերտերից է բաղկացած։ Այնտեղ կա կիբերանվտանգության հարցեր, հիշում ենք, որ ընդամենը վերջերս ռուսական այդ կիբեր ուժերը ուրեմն կոտրել են մեր պետական որոշ մարմինների կայքեր, հա, եւ դա տենցել մնաց անպատասխան, հա, ոչ մի բան չիմացանք, ոնց այդ խնդիրը լուծվեց եւ այլն եւ այլն։ Դրա մեջ մտնում է լրտեսական գործունեությունը, դրա մեջ մտնում են քաղաքական ճնշումները, դրա մեջ մտնում այն, որ շաբաթը 2 անգամ դարսն է փակվում եւ այլն, այսինքն այդ ճնշումները հիբրիդային շատ ավելի լայն սպեկտր ունեն, քան ուղղակի այդ տեղեկատվության, կեղծ տեղեկատվության տրամադրումը կամ կեղծ նարատիվների ձևավորումը։ Ուստի այստեղ շատ կարևոր է պետական մարմինների ներգրավվածությունը, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարության, ուրեմն արտաքին հետախուզության
նաև ուրեմն պետական անվտանգության ծառայության, այսինքն այդ բոլոր ինստիտուտները պետք է ներգրավված լինեն այս գործընթացներում։ Հիմա այս տեսանկյունից, եթե նայում եմ, դուք ասում եք սահմանափակումներ, սահմանափակումները ոչ միայն ուրեմն Մոլդովայում են տեղի ունեցել, այլ նաև ամբողջ Եվրոպական միության տարածքում են։ Այսինքն մարդիկ նստում են անդամ պետությունները, մտածում են ինչպես պաշտպանել իրենց պետությունները, հա, եվրոպական պետությունները Ռուսաստանից եկող սպառնալիքներից, որովհետև այդ սպառնալիքները արդեն հասել են Կոպենհագեն, հասել են Վարշավա, հասել են Թալին, Ռիգա, հա, այսինքն այս մարդիկ ուղղակի են տեսնում այդ սպառնալիքը եւ նրանք էլ են որոշել գնալ սահմանափակումների ուրեմն ճանապարհով։ Եվ իդեպ հենց կարևորագույն հարցը նա է, որ Եվրոպական միությունը, որը այդ ժողովրդավարության արժեքների առաջատարն է, հա, որ անընդհատ խոսում է ժողովրդավարության մասին, այսինքն հետ նահանջ ժողովրդավարությունից ուրեմն անելու մտադրություն չունի, մտածում են միջոցներ ու մեթոդներ, որպեսզի առանց ժողովրդավարության կորուստի այդ սահմանափակումները մտցնեն, այսինքն ժողովրդավարությունը չի նշանակում, որ դու սահմանափակումներ չպետք է մտցնես։ Սա նշանակում է, որ այդ սահմանափակումները պետք է լինեն իրավաչափ, բխեն այլոց, հա, շահերի եւ իրավունքների պաշտպանության գաղափարից եւ այլն, այսինքն անգամ այդ եվրոպական օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ եւ պետությունը այդ սահմանափակումները կարող է մտցնել։ Հիմա ես չգիտեմ որն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշել են որդեգրել այդ ճանապարհը, որ առանց սահմանափակումների ուղղակի հնարավորություն տալ քաղաքացիներին ընտրելու, հա, թե որ տարբերակն է իրանց ավելի ձեռնտու եւ որ ճանապարհով են իրենք ուզում շարժվել, բայց այստեղ վտանգը գալիս է սպառնալիքը գալիս է նրանում, որ այդ նույն ռուսական տներում ռուսական մշակութային տները օգտագործվելու են X օրը որպես իրենց ուրեմն ընտրակաշառք բաժանելու մեխանիզմներ։ Այդ նույն օլիգարխները եւ նրանց ուրեմն աշխատակիցները, տարբեր բիզնեսների օգտագործվելու են որպես ընտրակեղծարարության ուրեմն բաներ, մեխանիզմներ, այսինքն սահմանափակումները շատ կարևոր են, անգամ ասեմ Գերմանիայի Դաշնությունում մարդիկ լրջորեն մտածում են ինչպես սահմանափակել այդ ալտերնատիվա Գերմանիայի համար կուսակցության հետագայում ընտրական գործընթացներում մասնակցելու հնարավորությունը, որովհետև ըստ նրանց դա նրանց գործունեությունը հակասում է իրենց սահմանադրությանը, ոչ միայն ծայրահեղաչական ֆաշիստական գաղափարախոսության տարածելու համար, այլ նաև որ դեմ են դուրս եկել սահմանադրությանը եւ ուրեմն համագործակցելով տարբեր ավտորիտար իշխանությունների հետ ուղղակի սպառնալիք են հանդիսանում Գերմանիայի ժողովրդավարության համար։ Այս նույն տրամաբանությունը մեզ մոտ պետք է դիտարկվի, եթե քո քաղաքական ուժերը խոսում են բելարուսացման մասին, հա, սուվերենության, ինքնիշխանության կորուստի մասին, այսինքն դա սպառնալիք է։ Դու էլ ունես սահմանադրություն։ Ինչն է պատճառը, որ դու վախում ես սահմանափակումներ մտցնես եւ նման քաղաքական ուժերի ուրեմն ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունը սահմանափակես։ Ոնց կարող է Ռոբերտ Քոչարյանը, որը թքելով սահմանադրության վրա երկու անգամ ընտրվել է, հա, հասկանում եք, չէ՞, այսինքն չունենալով Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացիությունը եւ չհանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում կարծեմ 10 տարի էր, չէ՞, ժամկետը, որ պետքա բնակվեր։ Չի ունեցել այդ մարդը, բայց կեղծիքի միջոցով այդ մարդը դարել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Հիմա հնարավորություն ենք տալիս այդ նույն մարդը, էլի գալիս է մեծ խոսալով, էլի գալիս է մասնակցում է քաղաքական գործընթացներում։ Սա է անհեթեթությունը։ Շատ լավ, այսինքն այստեղ մեր հետևությունը ո՞րն է, որ իշխանության համար այդպիսի քաղաքական դասավորվածությունը բավականին ձեռնտու է, թե չէ, եթե այս բոլոր դերակատարներին այդ տրամաբանությամբ, որ դուք նկարագրում եք, մենք սահմանափակենք նրանց մասնակցությունը ընտրական կամ քաղաքական գործընթացներին, ապա իշխանությունը ինքն իր հետ է սկսելու բանավիճել, կոպիտ ասած, եւ կամ այդ խնդիրը ունի իշխանությունը, հա, այս քաղաքական դասավորությունը իրեն որպես քաղաքական միավոր բավականին ձեռնտու է եւ իրեն նաեւ կենսունակ է պահում, կամ իշխանությունը լավ չպատկերացնում իրավիճակը, հա, այսպես ասած, նրանց ճիշտ չեն զեկուցում եւ ժողովրդավարության, երկրի դիմադրողականության մասին իրենց պատկերացումները բնավ իրականության հետ կապ չունեն ուրեմն։ Կարծում եմ իրենք շատ լավ պատկերացնում են իրավիճակը։ Տեսեք, մեր ուրեմն քննարկման ընթացքում կան երևույթներ, որոնք
ուղղակի ցուցիչներ են, այսինքն օբյեկտիվ իրականության փաստեր են եւ կան հարցեր, որոնք մեկնաբանության, ուրեմն կախված մեկնաբանությունից տարբեր մեկնաբանություն կստանան։ Օրինակ դժվար է ասել, թե իշխանությունները կամ իշխող քաղաքական ուժը շահագրգռված է նման իդեմս ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյան Գագիկի ունենալ ընդդիմություն, որովհետեւ այդ պարագայում հա շատ հեշտ է հասարակության համենայն դեպս այն սեգմենտին, ովքեր որ պրո ժողովրդավար են, պրո քաղաքակիրթ աշխարհի հետ ուրեմն համագործակցության ուղղությամբ են գնում, հա նրանց համար շատ հեշտ է տարանջատել եւ ասել, որ սրանք տանում են պետությունը, չգիտեմ, բելարուսացման եւ այս քաղաքական ուժը ենթադրաբար տանում է դեպի եվրոպական միություն, դեպի ժողովրդավարական արժեքներ եւ այլն եւ այլն։ Բայց սա մեկնաբանության հարց է, որովհետեւ դա էլ շատ վիճելի է, թե արդյոք այդ քաղաքական ուժը, որ թվում է, թե այս պարագայում համեմատության մեջ տանում է մեզ դեպի ժողովրդավարական արժեքներ, ինչ որ պահի չի օգտագործի այն նույն ուրեմն ավտոկրատ պետությունների ռեսուրսները կամ այն մեխանիզմները եւ տանի ուրեմն ավտորիտար համակարգի Դե կան դաշտում այդպիսի ուժեր։ Որովհետեւ հա դա էլ շատ վտանգավոր է։ Հիմա այդ տրամաբանությունից հա ելնելով ես կարծում եմ, որ շատ ավելի կարեւոր է, երբ որ ուրեմն խաղը բաց է գնում։ Ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարևոր է իմ իշխանության գործելակերպի թափանցիկությունը եւ կանխատեսելիությունը, սա է ժողովրդավարության այդ բանի հիմնական պահանջը, չէ՞, պետք է կանխատեսելի լինի քո իշխանությունների գործողությունները քեզ համար։ Ես պետք է հասկանամ իրականում իմ իշխանությունները ինչ ճանապարհով են ինձ տանում։ Չնայած եթե օբյեկտիվ լինենք, եթե շատ օբյեկտիվ լինենք, մարդիկ հայտարարում են, որ ոչ մի ճանապարհով էլ չեն տանում եւ այդ բալանսավորման քաղաքականությունն է իրանց մոտեցումը եւ հետեւաբար պետք է ամեն ինչ անեն, անգամ այս պարագայում, որպեսզի այդ բալանսը ապահովեն Ռուսաստանի, Չինաստանի, չգիտեմ, Արևմուտքի միջև, ինչը էլի գալու է այդ կետին, որ ինձ համար ոչ իրատեսական մոտեցում է։ Ես ինչու հարց այդպես տվեցի, որովհետեւ օրերս այլ իշխանական պատգամավորներից մեկը այստեղ, երբ խոսում էր իրավական համակարգի մասին, նա ասաց, որ ինքը որպես օրենսդիր կատարել է իր աշխատանքը եւ դա հենց այն կողմ իրեն ոչինչ էլ պետք չի իրենից պահանջել։ Օրինակ, հա, ասում է ես տարբեր չափորոշիչներ հաշվի առնելով, տարբեր ընթացակարգեր պահպանելով եւ այլն կատարել եմ օրինակ դատավորի ընտրություն, չէ, ազգային ժողովում, ասում եմ դա ինձ հետո է դատավորը այնտեղ ինչ չի անում արդեն, դա իմ իրավասության ներքո չէ, ես որպես օրենսդիր իմ պատասխանատու մասը իրականացրել եմ, հա, բայց այդպես որ նայում ենք գալիս ենք իշխանության, սա որպես պատկերավոր օրինակ, հա, գալիս ենք մեկ էլ հիշում ենք իշխանության այն մյուս պնդումը, որ մենք չենք զանգում դատավորներին, շատ լավ, իսկ չենք բացառում, որ ինչ որ մեկը զանգում է, չէ, եթե դուք չեք զանգում, եթե այդպիսի հարց կա կամ այդպիսի պատասխան կա հարցադրումներին, ապա բա ո՞րն է իշխանության ֆունկցիան էլ, եթե մենք չենք անում, դե հիմա եթե ուրիշները անում են, մենք ինչ անենք, դա անկախ մարմին է, անկախ իշխանություն է լրիվ եւ այլն, ու այդպես։ Իրականում շատ կարևոր հարց է, եթե անգամ տեսականորեն դիտարկենք այս հարցը, նույն ժողովրդավարական երկրներում գոյություն ունի պարլամենտական այդ վերահսկողության մեխանիզմը, որտեղ պարլամենտի ֆունկցիան է ոչ միայն օրենսդիր ֆունկցիան է, որ օրենքներ են մշակում, այլ նաև նրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը։ Եվ սա շատ կարևոր տարր է, եւ մեր մոտ պարլամենտը շատ թերանում է հենց այդ հարցում։ Այսինքն չկա պարլամենտական վերահսկողության պետական կառավարման տարբեր մարմինների վրա։ Եվ սա է ժողովրդավար ուժեղ ժողովրդավարական պետություններում պարլամենտական վերահսկողությունը կարևորագույն տարր է, երբ որ վերահսկողությունը իրականացնում պարլամենտը անվտանգային մարմինների նկատմամբ, հա նրանց կառավարման եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մասը ըստ էության կամ նույն դատական համակարգի բարեփոխումներում պարլամենտը նաեւ նույն կարևոր դեր է խաղում։ Հիմա այդ տեսանկյունից այդ ֆունկցիան պարլամենտը ըստ էության չի կատարում։ Բացի դրանից այդտեղ գալիս է նաև, գիտեք, նույն խոսում ենք հիբրիդային սպառնալիքների հետ կապված, պարլամենտը նույն եվրոպական երկրներում էլի շատ կարևոր ֆունկցիա է կատարում, որովհետև օրենսդրություն է մշակում, որպեսզի պետությունը պահպանի, հիմա մեր պարլամենտը այդ ուղղությամբ աշխատանք տանում է, թե չէ, ինձ համար բան հարց է։
իմ ընկալմամբ չի կատարում։ Այսօր էլ մինչև հիմա ամեն օր, այսինքն որոշում են թե ով է դեմ անկախության, ով չէ, այդ հարցն ենք որոշում։ Այդ դա որոշենք, հետո կսկսենք մշակել գործիքներ, որպեսզի պաշտպանենք այդ անկախությունը։ Չէ, դա իրականում դա այդպես չէ, իրականում հա պարլամենտը ըստ էության իր ֆունկցիան չի կատարում եւ դրա համար բազմաթիվ պատճառներ կան, հենց պատճառներից մեկն է, որ պարլամենտում գոյություն ունի այդ փոխզսպման եւ հակակշռների մեխանիզմը։ Ըստ էության այդ ընդդիմությունը, որ մենք ունենք, պարլամենտական ընդդիմությունը, նա ընդդիմություն չի։ Նրանց խոսույթը, նրանց գործելակերպը չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից, Հայաստանի Հանրապետության նպատակներից եւ այլն, որովհետեւ եթե մենք ունենայինք ընդդիմություն, հա, որը իրականում առաջարկություններ աներ, թեկուզ գիտեք ամեն օր կռիվ լիներ, ամեն օր վիճեին եւ այլն, բայց դուք իմանայիք, որ դա տարբեր քաղաքական ուժեր են, որոնք գործում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Դա չկա եւ հետեւաբար այդ պարագայում հա ոնց որ մեխանիզմը թերի աշխատում եւ այդ դեպքում այդ նույն ազգային ժողովը իր վրա ֆունկցիա չի տեսնում։ Ասում է այսօր ինքը ընդունել եմ, վերջ, թե ոնց է իրականացվում, ես ընտրել եմ դատավորին, թե դատավորը ոնց է աշխատում, ես վերահսկողության մեխանիզմ չունեմ։ Հա սա ինստիտուցիոնալ խնդիրներ են, որոնք պետք է իրոք, եթե մենք իրոք ձգտում ունենք ժողովրդավար պետություն դառնալու, մենք այս խնդիրները պետք է լուծենք։ Շնորհակալություն։ Զրուցակիցը Սխաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանն էր։ Հայ ժամի համար այսքանն էինք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։